Բոլորին դեմ եմ քաղաքական ուժի ներկայացուցիչները պնդում են, որ բարձրանում է իրենց վարկանիշը, ջուր ծեծելու, մուկ տշելու, բոճկա գլորելու, պորտը տեղը դնելու ակցիաները լավ ազդեցություն են ունեցել ընտրազանգվածի վրա, ասում են նրանք, խոստանում են իշխանության գալու դեպքում պարապ գործով չզբաղվել, իսկապես աշխատել։ Մեր շարքերում շատ լուրջ մարդիկ են հավաքված, շատերին դուք ճանաչում եք, որոնք հաստատ պարապ չեն կամ մուկ տշող չեն, բայց մեկը պետք է ասի, որ թագավորը մեր կա, որ այս սահմանադրությունը հագած մարդիկ կեղեքում են մեզ։ Բոլոր պետական դավաճաններին մահապատիժ Ալյանս կուսակցության հիմնական կարգախոսն է։ Մահապատիժը դրոշակի պես այստեղ պիտի երրորդ դրոշակը դնեն, որի վրա պիտի գրված լինի մահապատիժ։ Մտքովս չանցավ, հաջորդ անգամ անպայման կանեմ։ Ալյանսի ղեկավարն ասում է, իր նկատմամբ քաղաքական պատվեր գործ է կարվել հակաիշխանական կոչերի համար։ Ստիպված է Ռուսաստանի Դաշնությունից տեսաուղերձների միջոցով ներկայացնել իր տեսլականը։ Իշխանության գալու դեպքում կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ոչ միայն պետական դավաճանության, այլև պետական մասշտաբի թալանի համար։ Նույնիսկ պետք է սկսեն բարեվարկության կանոններից։ Դուք ինչ իրավունք ունեք այդ կնոջը քաշքշեք։ Դուք ինձ կարաք բացատրեք, դուք երկրի վարչապետն եք։ Ձեզ ով է իրավունք վերապայել կնոջը քաշքշելու։ Իշխանությունը շարունակում է բարեվարկության դասեր տալ նոր ուժ կուսակցության ղեկավարը Հայկ Մարությանը, որ Երևանի նախկին քաղաքապետն է Նիկոլ Փաշինյանի նախկին թիմակիցը, պնդում է, իշխանության գալով մեկն միշտ լուծելու են ուրացման, օլիգարխիայի, կոռուպցիայի, անարդարության հարցերը։ Այս աղավնին է, որ ձեզ առաջարկում է բարձրանալ դեպի Աստված, դեպի առաքելություն, դեպի ուրեմն Աստվածայինը եւ այլն եւ այլն։ Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության ղեկավարը նմանություն է տեսնում քրիստոնյա ժողովրդավարականների ու Հիսուս Քրիստոսի 12 առաքյալների միջև։ Վստահեցնում է քաղաքական այս ուժը կարող է կառուցել սոցիալական արդարության սկզբունքներով ու քրիստոնեական արժեքներով ապրող Հայաստան։ Ինչպիսին է լինելու Հայաստանը, եթե դո կգա իշխանության, դեմոկրատիայով, օրենքով, կարգապահությամբ, ասում է կուսակցության ղեկավարը, որ Հայաստանում չէ, ձայնագրությամբ է ներկայացնում ասելիքը։ Իմ առաջնորդությամբ առաջնային ռազմավարական դաշնակիցը լինելու է հզոր հայկական պետությունը, հայկական բանակը, հայ մարդու կամքը եւ Հայաստանը կրկին դառնա ուժեղ դաշնակիցները իրենք են հերթի կանգնելու Հայաստանի կողքին լինելու համար։ Հայաստանը պետք է դառնա Կովկասի Դուբայը, պնդում է Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգային զարթոնք կուսակցությունը, որը հայրենիքի սահմանների պաշտպանությունը պատկերացնում է վարձկանների բանակով։ Քո զինվորին տանել առաջի գծում պահել, դա ասենք խեղկատակություն, մենք ասել ենք բարձր տեխնոլոգիաներով եւ վարձկանների ներգրավումով անպայման, բայց դա էլի եմ ասում, եթե խոսում ենք անվտանգությունից, պետքա մենք առաջնատեղը դնենք մեր մշակույթը ամենակարևոր անվտանգության գործոնն է մեր մոտ։ Հայաստանի անվտանգության հիմքը պետք է լինի պրոֆեսիոնալ եւ ազգային գաղափարախոսության բանակը, ասում են ազգային ժողովրդավարական բևեռ կուսակցության ներկայացուցիչները, որ անհրաժեշտ են համարում արտաքին քաղաքականության վերանայումը։ Նրանց խոսքով ազգային շահի վրա պետք է հիմնված լինի այդ քաղաքականությունը։ Առաջին քայլը հենց լինելու է իրավաքաղաքական գնահատականը անցած ժամանակաշրջանի, եթե Բևեռի տեսանկյունից նայենք, այնտեղ հստակ նշել ենք, որ մեր քաղաքական գնահատականը պետք է սկսվի նաև 1920 թվականից հետո, որովհետև առաջին հանրապետության իրավահաջորդությունը սա հիմնաքարային դրույթ է մեր քաղաքական ուժի համար։ Ռեֆորմներ են խոստանում ռեֆորմիստները, ասում են իրենց հիմնական ռեֆորմը պետության կառավարման բարեփոխումն է լինելու, արդյունավետության եւ թափանցիկության բարձրացմամբ։ Գիտեք ինչ, պետությունը ապագա ունի, պետությունը կայուն է այն ժամանակ, երբ որ դու ունես պաշտպանված պետություն, դա բանակն է, սպանա, երբ որ դու ունես առողջ երեխաներ, երիտասարդություն եւ քաղաքացի, իսկ դա բժիշկն է եւ ունես գրագետ
հասարակություն, որին պատրաստում է դասախոսը ուսուցիչը։ Մեր երթական Մեզ պետք է կյանք, մեզ պետք է հույս, պնդում են Լուսավոր Հայաստան կուսակցության ներկայացուցիչները։ 2-3 օր է Ավելացնում հայապահպանության համար Հայաստանին մի նոր սարդարապատ է պետք, խելամիտ պայքար, որը հիմա պակասում է։ ռացիոնալ պայքարի ամոչ գործիքները թողնվում է մի կողմ եւ ասում են բա սարդարապետի ժամանակ ոնց ա եղել այս sense ենք հաղթել հիմա կարան հաղթենք բարը ձեզ լավ մերսի շատ առանց բանի առանց հասկանալու որ ռացիոնալ պայքար է եղել ռացիոնալ հաշվարկ է եղել Միասնության ծառ պետք է տնկենք, ասում են շնորհապետական կուսակցության ներկայացուցիչները, որ ուզում են Հայաստանը դուրս գա ԱՊՀ-ից, ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, միանա միջպետական ռազմաքաղաքական նոր դաշինքների։ Ոչ ենք արել, որ Հայաստանի Հանրապետության բոլոր բնակավայրերից եւ ինչու ոչ հայ ժողովրդի համար հոգեհարազատ բոլոր բնակավայրերից անբարվեն աղի նման մի պտղունց հող, այնուհետև այդ հողը, որը կշաղախվի ինքնին սափորի մեջ, կդառնա հումուս, պարարտանյութ եւ հող սոսի ծառի համար, սոսի ենք ընտրել, որտեղ սոսենին երկարակյաց է։ 2000 տարի կարա այդ ծառը ապրի։ Որ տնկենք Հայաստանի Հանրապետություն մի սակրալ հոգևոր մի վայրում։ Ռուսները չպետք է կարողանան կտրել մեր ծառը, ասում է Հանրապետություն կուսակցության ղեկավարը, որ Հայաստանը պատկերացնում է որպես դեպի արևմուտք ձգվող ճյուղերով մի ծառ։ Մենք համարում ենք, որ մեր երկիրը լի է բնական հարստություններով, որ Աստված մեզ չի նեղացրել, որ մեր սարերում ոսկի կա, պղինձ, արծաթ, մոլիբդեն, որ մեր ջրերը անսահման են եւ մեր հարևան տարածքները դրա կարիքն ունեն, որ մենք գիտական ահռելի պոտենցիալ ունենք, որը ցավոք սրտի այսօր ներգրաված չէ, որը բաց է Ոչնչի չենք հասնի, եթե հավասարակշռված հարաբերություններ չհաստատենք հարևանների ու աշխարհի խոշոր խաղացողների հետ, ասում են Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները, պնդում Հայաստանի զարգացումը թրիփ գումարած BRICS ծրագրով պետք է լինի, ոչ թե Զանգեզուրի միջանցք, այլ հանգույց։ ճամբարներից որևէ մեկի կողմը բռնելը ավտոմատ բերելու է մյուս կողմի թշնամությանը։ Հսկայական շահեր են բախվում եւ նման բան անելը նշանակում է հրավիրել այդ բախումը մեր երկիր։ Նիկոլ Փաշինյանը ընտրելով միակողմանի կողմնորոշման քաղաքականությունը բառից բուն իմաստով մեր երկիր է հրավիրում պատերազմ առանց կառուցելու էներգետիկ եւ պարենային անվտանգության այլընտրանքներ քաղաքական Հայաստանում լիքը աշխատատեղ կա, բայց կա առնվազն 21% աղքատություն։ Ֆիքսել են հանուն Հանրապետության կուսակցության ներկայացուցիչները, որ պայքարի են դուրս եկել այդ աբսուրդի դեմ։ Մենք ձեզ հիմա Հայաստանում 3 անգամ քիչ պետք է քնեն սկզբունքով։ Հայաստանը իր կոմպակտ տեսակով եւ քիչ բնակչությամբ կարծում եմ որ պիտի շատ ավելի արդյունավետ աշխատելու ուրեմն մոդուս կարողանա գտնել յուրաքանչյուր հայ 3 անգամ ավելի մեծ արդյունք պիտի ստեղծի յուրաքանչյուր հայ 3 անգամ ավելի պակաս պիտի քնի որպեսզի այդ արդյունքը կարողանա ապահովել Պետք է նախ եւ առաջ արժանապատվությունը վերականգնենք, ընդգծում են Միասնության թևեր կուսակցության ներկայացուցիչները։ Նրանց համոզմամբ Հայաստանը կդադարի մաշվել միայն այն դեպքում, երբ ղեկավարը երկիրը մաշող չլինի։ Ադրբեջանական խախտումների մասին խոսում ենք, բայց ասում ենք իրանցի պատը, իրանցը Ադրբեջանն էլ մաքրել է։ Ինչի որ հիմա գնում ենք ասում ենք Ադրբեջանը ուզում է մեզ սենց անի, ասում են ախպեր դե լավ, բենզինը տալիս է, իրանցում հլնայի մարդիկ հրաշալի ապրում են, ոչ մի խնդիր չկա, հասկացաք։ Իսկ ստեղ եւ ընդ որում պատերազմ այդ բացառվածա չի լինի ժողովուրդ ջան, որտեղ սրանք մաքուր միջազգային մակարդակի հարցեր են։ Խնդրում ենք ձեզ գնացեք քվեարկեք առանց այդ վախերի, որ դուք իրոք ընտրեք մարդու, ում դուք գիտեք ինքը այդ հարցերը տանելու է առաջ։ Ժողովրդավարական համախմբում է առաջարկում ժողովրդավարական համախմբում կուսակցությունը նախ իշխանափոխությամբ, ապա ընդդիմափոխությամբ, հետո հայկական պետության ստեղծմամբ։ Առաջին անելիքը պետք է փոխվի սահմանադրությունը։ Բնականաբար ոչ իշխանության տրամաբանության շրջանակներում, պահպանելով բնականաբար մեր հռչակագիրը, մեր անձնագիրը, բայց նաև սահմանելով համահայկականությունը, պետություն, որ հիմքում ընկած է համահայկականությունը, պետություն ամբողջ աշխարհի հայերի համար, որտեղ մեր ամբողջ ներուժ եւ ռեսուրսը մեր աշխարհասփյուր հայության մեջ է։ Դրանից հետո նաև պետք է ամրագրվի բնականաբար ազգային պետության դրույթը, որը ամրագրված չի եղել ոչ մի մեր սահմանադրության շրջանակներում։
Այս շաբաթ ինքնաբացարկներ են եղել մի քանի կուսակցություններից, բայց ռեկորդը բոլորին դեմ եմ կուսակցությանն է։ Քաղաքական այս ուժի պատգամավորների 87 թեկնածուներից 50-ը ինքնաբացարկ են ներկայացրել։ Ալփիս Քեսյան, Առաքել Օհանյան, Նորեն Շարբաթյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր Կիրակի։